Արաքսի ափերի մոտ Մեղրիի հովտում ժամանակին կասպիական վագրեր են եղել։ Սևանի ավազանից պեղված զուբրի ոսկորները վկայում են այդ տարածքում էլ բիզոն։ Կլիմայի փոփոխության ու այլ պատճառներով Հայաստանի տարածքում այլևս չհանդիպող կենդանիների անհավանական թվացող ցանկով ու ապացույցներով է երեխաների հետ հանդիպման եկել Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչը։ Վկայություն են հանդիսանում տարբեր ժայռապատկերներ, Գեղամա լեռների, Ուխտասարի ժայռապատկերներում են պատկերված հեպարտեն, ինչպես նաև միջնադարյան տարբեր գրական աղբյուրներում կան։ Դպրոցականներին հորդորեց զարմացեք, բայց եւ իմացեք Կովկասի մեր անկյունը աշխարհում ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող 36 թեժ կետերից մեկում է։ Այստեղ կարելի է տեսնել ամբողջ Եվրոպայում հանդիպող 500 տեսակի թռչուններից 370-ին, Կովկասում բնակվող 110 սողուն երկենցաղներից 59-ին։ Այս փոքրիկ տարածքի վրա, շուրջ 30,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա կենտրոնացած են ավելի քան 500-ից ավելի ողնաշարավոր եւ շուրջ 17,000 անողնաշար տեսակներ։ Պարտավոր ենք պահպանել ինչ ունենք։ Բնության թանգարանում անցկացվող էկոկրթական այս հանդիպումը կենսաբազմազանության շաբաթվա շրջանակներում է։ Առանց բույս ու կենդանիների մարդը նման կլինի փչացած դետալով ժամացույցի պատկերավոր համեմատեց Ոսկեհատ Գրիգորյանը։ Երկրում ինչ աշխատանքներ են տարվում հաջորդ տարի հյուրընկալելու COP17 միջազգային համաժողովն ու ինչ պահանջներ են սահմանում Ռիոյի 3 կոնվենցիաները, երիտասարդ դասարանին պարզ հասկանալի բացատրեց շրջակա միջավայրի փոխնախարարը։ Յուրաքանչյուր բույսի, յուրաքանչյուր կենդանու միջհատի կորելը, պակասելը այդ միջավայրից մեզ համար կարող է խնդիրներ առաջացնել կամ որևիցե բույսի ավելացումը, որը որ մեր բնաշխարհին հատուկ չի, կարող մեզ համար խնդիրներ առաջացնի, առողջական խնդիրներ ալերգիաների տեսքով, կարող մեր տնտեսությանը վնասի, գյուղատնտեսությանը վնասի։ Այգիները ջարդող կարկտի ու փոշոտ քամիների պատճառը կլիմայի սրվող փոփոխությունն է։ Մոլորակի գլոբալ տաքացումը դանդաղեցնելու նպատակով աշխարհում բոլորը, նաև մենք, պետք է ավելի խնայողաբար օգտագործենք ջուրը, հողն ու մյուս ռեսուրսները, չախտոտենք գետերն ու անտառները, որ ստիպված չլինենք պատասխան տալ մեր արածի համար։ Հանդիպումը խրատներով շարունակեց թանգարանի տնօրենը։ Տեսնում ենք մենք բնության այն աղետները, որը հակարդարձում է բնությունը մեզ, մեր հասարակությանը։ Օրվա հարց պատասխանը լեռնագնաց ուղեկցորդից է, ներկաներից ով երբ է սարեր բարձրացել վայրի, ինչ կենդանի տեսել։ Ովքեր որ քայլարշավի մասնակցել են, աղվես կարակ հանդիպեք, չէ, աղվես հանդիպում ենք իրականում, ուրիշ կրյա։ Երկար խոսեցին օձի հետ անցանկալի հանդիպումից, միասին հիշեցին խայթելու դեպքում պահանջվող քայլերը, տուժածին արագ հիվանդանոց հասցնել, մինչև այդ արշավի գնալից պարտադիր վերցվող հատուկ գործիքով արտածծելով թույնը, բերանով այն քաշել կամ կծած ոտք ձեռքը ամուր լարով կապել չի կարելի։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։